պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է եթերում Ռոբի դեմքից գուշակեցիք, թե այսօր ինչ հաշվով է ավարտվելու այս հաղորդումը։ Ինչ հաշվով, ապեր։ Տխուր։ Հաշիվ ասա։ Հաշիվ, հենց այսում եմ սկզբից մի րոպե, 5-2 օգուտում։ Մեզ դե գնացինք։ Որ մնաք ավելի շանս կունենաք հաղթելու։ Բայց դու միշտ վերվեր ես թռնում, բայց վերջում մրմուռ է կապում։ Եվ դու գլխիկոր հեռանում ես։ Արա, պետջան, խնդալ ես տալի վրատ, Ռոբերտ, սպասիր միած։ Հիմա հեսա դու կներկայացես քո հյուրերին և քո հյուրերից մեկը քեզ այդ քո բանաստեղծական սկզբի համար կապտակի, որտև դա նրա պրերոգոտիվան է։ Ես ինչ բարը գիտես դու։ Okay։ Ես ուզում եմ սիրով ներկայացնել եմ հյուրերին, բայց մինչև դա ուզում եմ ողջունել մեր հանդիսատեսին, ողջույն բոլորիդ, շնորհակալություն որ մասնակցում եք նկարահանմանը եւ իհարկե հեռուստադիտողին եւ բոլոր նրանց, ովքեր մեզ տարբեր հարթակներում դիտում են հիմա։ Հետաքրքիր հյուրեր ունենք, Ռոբերտ ջան, համենայն դեպս ես ներկայացնեմ իմ հյուրերին, դու էլ կներկայացնես Քոնինին։ Ինչպես մեր հանդիսատեսին քիչ առաջ ասեցի, մենք ունենք կաստինգ, որտեղ այս անգամ մասնակցել էր մոտ 7 տրիլիոն մասնակից եւ մի քանի մասնակից ովքեր ամենաճարպիկն են եղել անցել են, այսօր մասնակիցներից մեկին ուզում եմ ներկայացնել, իզնից աջ նստած այս Սիմպո անձնավորությանն եմ ուզում ներկայացնել, այո ինքը խնդրել է անպայման որ Սիմպոն շեշտեմ, շախմատիստ, բռնցքամարտիկ, IT ոլորտի ներկայացուցիչ, յուրահատուկ անուն ունեցող անձնավորություն, այս անունից ես առաջին անգամ էի լսում, ինձ թվում է նա էլ է առաջին անգամ լսել, չէ, և ձեր պապիկի անունն է ինձ թվում է, որտև օդից տենց անուն չեն հորինում մարդիկ դնեն։ Լավ առումով եմ ասում, յուրահատուկ անուն ունի, ես մեր օրինակ հյուրերի անունները սովորաբար մոռանում եմ, բայց իր անունը մի անգամից տպավորվեցի մեջ և հիշում եմ։ Ազգանունն եմ դժվարանում, որտև շատ սովորական լավ հիշվող ազգանուն է։ Սիմակ Հովհաննիսյան։ Սիմակ պապիկի Թորնիկը։ Ապրիշ, միշտ հուշի էլ, ինձ նենց բարդ բաներ։ Իսկ ձախ կողմումս նստած է։ Մյուս թորնիկը։ Էլի թորնիկ, ճիշտ է, էլի թորնիկ, էլի տատիկի անունով դրված, տաղանդաշատ, ճաշակով, վերջերս ամուսնացած, ուշացող ամուսին ունեցող, բայց մեր լավ ընկեր, Կիմի կինը, Սոֆի Թորնիկը և Դևոյան բրենդային ազգանունը կրող դպրոցի գեղարվեստական ղեկավարը։ Սոֆի Դևոյան։ Եվ տնօրեն է ինձ թվում է, և նաև փայատեր։ Ինձ թվում է շատ պաշտոններ ունի։ Այո, ներկայացնեմ իմ հյուրերին։ Ինչպես դու նշեցիր կաստինգի փուլը անցած մասնակիցներին, ես տրիլիոնից ավել թիվ կասեմ, ավելի մանկապարտեզային թիվ կասեմ, ծիծիլիոն, ինքը տրիլիոնից հետո ծիծիլիոնը դա չէր գալիս, մասնակիցներից ընտրված իմ աջ կողմում նստած մասնակիցը, գրող, ռեժիսոր, Խաչ Արուշանյան, ձեր ծափարությունները։ Խաչ Արուշանյան։ Եվ իմ սիրած դերասանուհիներից լուրջ, եթե ինձ հարցնեն հայ արագ թոփ 3 քո սիրելի դերասանից ում կասես, ես մեկը կասեմ Լիլիին։ Սա պարզապես շողոքորդ բառեր չեն, իրոք ես շատ եմ։ Բայց ես ռեժիսոր եմ։ Ես քո գործերը չեմ սիրում ռեժիսորը։ Չես տեսել։ Չեմ տեսել, դա կատակում էր, հասկացա։ Լավ էլի ռեժիսորներով նստած։ Ինչպես դու նշեցիր Դևոյանների այդ տոհմի շարունակող Էլբակյանների տոհմի շարունակող մենք ունենք նաև ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյան։ Այդ ինչ DVD-ներ են։ DVD չէ, Խաչ Արուշանյանը գրքեր է հրապարակում եւ իր գրքեր նվեր է բերել մեզ գիրք, ինձ եւ քեզ, իր բանաստեղծությունների անանուն վերնագրով, իդեպ դու ես մի քիչ ավելի մաչոյոտ, բայց հետևը տեսել եք, նայեք, ինքը շապիկը քանդած, կուրծքը թեթև, սա դիտմամբ է արված։ Չէ։
Բացառապես Viva-ի բաժանորդներին հասանելի Wi-Fi calling ծառայության միջոցով Հայաստանում թե արտասահմանում գտնվելիս ցանկացած Wi-Fi ցանցի միջոցով կարող եք կատարել ուղիղ զանգեր եւ ուղարկել SMS հաղորդագրություններ, վճարելով ձեր ընթացիկ պլանի սակագնով։ Հասկացար։ Չէ։ Գտնվում ես ուրիշ։ Խնձորներով բացած։ Պարզապես ոնց որ գնում ես միտեղ նստել ուտելու կամ նստում ես մնացած ուտում են դու ձև ես տալի թե իբր ուտելու ես, այնքան որ սկզբից խնդրում ես Wi-Fi password-ը եւ կպտում ես Wi-Fi-ի։ Այ հենց կպար Wi-Fi-ին, Wi-Fi calling-ի շնորհիվ աշխարհը քոնն է, Ռոբերտ։ Դու կարող ես զանգահարել բոլորիս ուղիղ կապով, ոնց որ կզանգահարեր հենց Viva-ի քո համարին։ Wi-Fi calling-ով զանգեր կատարելու ու ստանալու համար անհրաժեշտ է ունենալ Wi-Fi calling ֆունկցիայով հեռախոս, բայց կարևոր մասը նա է, որ ում որ զանգահարում ես, իր հեռախոսը կարող Wi-Fi calling ծառայության հետ առհասարակ կապ չունի։ Հասարակ հեռախոս, այնքան որ կարողանա զանգերին պատասխանի, քեզ կպատասխանի ուղիղ գծով։ Ուզում ես փաթաթում եմ հենց հիմա տանես։ Իդե բջջային ցանցի միջոցով ասեցի, ակտիվացնենք Wi-Fi calling ֆունկցիան եւ միանում ցանկացած Wi-Fi ցանցի։ Քեզնից հասնում ընդամենը մեկ բան, այդ անելու վերջ։ Մենք կապի մեջ կլինենք։ Ես ունեմ դա, ես կատակ եմ անում, ես ունեմ այս ծառայությունից եւ ցանկացած ռեստորանում եւ ցանկացած տեղ որտեղ կա Wi-Fi, դրանով եմ օգտվում։ Ապրես։ Լոպե չծախսելու համար։ Ես համ ուրախացա, որ ունես այդ ծառայությունը, համ որ կարողանում ես գնալ ռեստորան։ Այ դու սատանա։ Սկսենք։ Սիրով, Առաջին փուլ։ Ծանոթացնեմ առաջին փուլի կանոններին։ Մասնակիցներն իրենց արժև դրված թերթիկներից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն։ Ես մատ կներեք, էլի։ Միջև բաները։ Իժեպ խաչը նաև ես այսօր իմացա, որ սոցիալ մեդիա հարթակում հայտնի է իր աֆորիզմներով, իր թևավոր մտքերով։ Գիտեիք դուք։ Մարդ կար, որ գիտեր։ Այո, այդ խաչի ով էր կոնկերներն են։ Ես իրոք այսօր ինձ ցույց տվեցին, որ հայտնի է ու ինքը ունի իր յուրահատուկ ոճը։ Յուրահատուկ ոճը, նայեք օրինակ։ Խաչ։ Ախպերս։ Սիմակս քարտու է, այս ոճը։ Մի հատ լավ ես խաչ։ յուրատուկ փողոցային ոճը։ Օրտակոս։ Ես խաչ, ազիզ։ Ապերիկ, ես կնեք, լավ։ Իրոք այն բոլոր իր վիդեոները ռիլերը այդպես է։ Խաչ։ Այ եղբայրիմ։ Մի թևավոր խոսք կասես։ Համոզված ես։ Իհարկե։ Եթե ուզում ես Աստված քեզ երջանիկ դարձնի, ինքը տալիս է ամենադժվար ճանապարհը, քանի որ չի լինում հեշտ ճանապարհ դեպի երջանկություն։ Ես կարող եմ մի հատ էլ մենք անենք։ Ես խաչի լավագույններից թոփերից իմ սիրածը հիմա ասեմ, էլի, հետո ընթացքում ես կհորինեմ նաև։ Մատ խնդրում եմ քո ամենասիրածներից ես ասեմ։ Ռոբ, Ջան, ասա մի թևավոր խոսք։ համոզված ես, խաչ ջան։ Բա իհարկե։ Հարգելի տղաներ, դուք չեք կարող ընտրել լավագույն աղջիկների, որովհետև լավագույն աղջիկներին արդեն ընտրել են ձեր հայրերը։ Արա խոսացեք դե։ Չեմ կարա շատ Արա խոսացեք, այ ես լուրջ եմ ասում, էդի շատ ուժեղ է, լուրջ եմ ասում, էդի։ Շատ լավն էր։ Ճոգում ես, մորս վրով է էդի։ Ուզեց։ Օրեցի լուրջ, մենք ընթացքում ես ուզում եմ այսօր նաև սենց թաթերական այդ աստված այստեղ ճախրումը, սենց աֆորիզմներ ասենք, էլի, որովհետև շատ մի հատ էլ ես մոր մասին ասեմ, գնաս։ Ռոբ, Ջան, ասա մի թևավոր խոսք։ համոզված ես։ Անպայման։ Եթե սեղանի վրա կա 4 կտոր թխվածք եւ դուք 5 հոգի եք, 3-ը պայք ինձ։ ապա մայրիկը չի սիրում այդ պահին թխվածք։ Այնքը Որուրդ կա էդի, լավը չէ, բայց եթե 4 կտոր է 5 հոգի են, մայրիկը ասում է ես չեմ սիրում ու խաբում է, ո՞նց է։ չէ, սա ամեն աֆորիզմ այսպես բացատրվի։ Մի խոսքով ընթացքում ես ուզում եմ, էլի։ Ուզում եք չէ՞ իսես դաթաների ընթացքում ես աֆորիզմներ սկսենք, ֆերս։ Սոֆի ջան, սկսում ենք ձեզանից։ Որպես գիտակ ես հաղորդման։ Մի անգամ մի զույգ եկել է մեր տուն, որպեսի ինձ որդեգրի։ Ահան։
Զույգ է եկել, որպեսզի որդեգրի։ Այո։ Ես եթե ճիշտ եմ հիշում 5 կամ 6 տարեկան եմ եղել ու դա եղել է իդեպ այդ շրջանում, երբ որ սերիալը կար արդեն։ Որբեր հեռուստասերիալը, որբեր։ Այդ սերիալի ազդեցության տակ եկել էին ու ուզում էին ինձ որդեգրեին։ Բայց մի վարքյան, այսինքն կարելի է ասել, կներեք, կարելի է ասել այդ զույգը, որ եկել էին որդեգրեին, իրանք տեղյակ չէին, որ դա ֆիլմ է եւ սցենար է։ Չէ, ես կարծում եմ, որ տեղյակ եմ, որովհետեւ ամեն դեպքում այնտեղ գրվում է հեռուստասերիալ, ուղղակի քանի որ այդ տարիներին տենց բավականին հայտնի էր այդ սերիալը, չգիտեմ դուք նայել եք թե ոչ։ Ես չեմ նայել ամբողջությամբ, բայց հիշեցի։ Նաև ուզում եմ ասել, որ այդ շրջանում բավականին շատ մանկատնից երեխաներ որդեգրվեցին, այդ ազգը շատ լուրջ ընդունել էր այդ ամեն ինչը եւ բավականին լավ ազդեցություն թողեց, այո։ Մայրիկը եւ հայրիկը ինչ ասեցին։ Ինչ են ասել։ Ոչ մի բան ասել են Բայց հրավիրել են, նստել են։ Ասել են, բացատրել են, որ դա սերիալ է, պետք չի որդեգրել, նորմալ։ Իսկ հասցեն ոնց են իմացել։ Հա, լավ։ Իրականում մենք ապրում ենք քաղաքից դուրս եւ հիմնականում բոլորը գիտեն, որ մենք ապրում ենք քաղաքից դուրս ու երբ որ մտնում ես ապրում ենք գյուղում, որ մտնում ես գյուղ շատ ակնհայտ, տենց բոլորը գիտեն բոլորի տան տեղերը, հարցնելով եկել են։ Գյուղը հասկանում եք, չէ՞, Պտղնիում մեծ մի 70 հարգանի տուն է, էլի։ Գյուղ ինքը հնչում է որպես 70 հարգա։ Եղել է էլի ուղակի մեր տանը։ Չէ, ես չեմ եղել, բայց միշտ պատմել են։ Ես որտեվ ես ուզել եմ որդեգրեն ինձ։ 70 Բայց խոսակցությունը ինչքան է տևել, էլի, որ պայն են ձերոնք հասկացել, որ չէ, չենք տալի մեր։ Մի անգամ էլ է իդեպ մեր հետ տենց դեպք եղել, ասեմ, երբ որ Տիկին Դևանը նկարվում էր կյանքի գինը հեռուստասերիալում, այդ հաստատ նայել եք։ Նայել ենք, չէ, նայել ենք ու ես հա։ Ու ինքը այնտեղ խաղում էր մեծահարուստ կնոջ կերպար։ Որ ասում էր առամս։ Այո, հենց այդ առամսը։ Եվ բավականին հաճախ մեր տուն գալիս էին եւ ասում էին, որ մենք գիտենք, որ դուք շատ գումար ունեք, խնդրում ենք մեզ տվեք, մենք տեսել ենք ձեր տունը։ Այսինքն այդ հեռուստասերիալը պատմում էին ու իրանք լուրջ մտածում էին, որ այդ իր տունն է, այդ իր գումարն է։ Խառնում էին ֆիլմի հետ կարելի ասել, նույնը որփի դեպքում էին խառնում։ Դե շատ լավ է, որ չեն հանձնել երեխային։ Բայց ինչա՞ լսեք, ասա։ Հետո Ինչ ասեմ։ Աչը, всё լավ։ Խաչ ինչ ես կարծում։ Կարծում եմ, որ չէ, պատմությունը սուտ է ինձ թվում։ Համոզված ես։ Իհարկե, Համոզված ես։ իհարկե։ Եթե գալիս են որդեգրելու քեզ քո տուն, ապա դու այդքան էլ լավ չես կերտել այդ դերը։ Աբե, լավ, շարանգությունը հենց հիմա։ Դու կարծում ես որ սուտ է։ Ես կարծում եմ, որ սուտ է։ Սուտ է։ Լիլի։ Ես կարծում եմ, որ սուտ է, որովհետև երբ որ Գարիկը հուշեց, մի անգամից մի խոսք։ Ես ավելի շատ հակված եմ որ ճիշտ է, բայց քանի որ դուք կարծում եք որ սուտ է, ես ձեզ հետ եմ։ Մենք կարծում ենք որ այս պատմությունը սուտ է։ Եվ ձեզ չեն ուզեցել որդեգրեն։ Մերսի։ Եվ Դու կարող ես պետատել ցույց տալ, հա։ Պրոստը սպասում եմ մի քիչ լարված պահեի։ Հա, նայել եմ։ Եվ այս պատմությունը։ Տեսնում եք, ես ախր ես գիտեմ որ Տենում ես Խաչ ջան։ Մի հատ գնացինք, Խաչ։ Աջան։ Մի հատ թեվավոր խոսք ասես։ սխալվելու Համոզված մասին։ ես։ Վստահ եմ։ Կնոջ մասին պետք է հոգ տանել։ Մինչ նրա հագից անել ինչ շորերը, սովորեք նրան տալ այդ շորերը։ Լովլեր, դզես, պարարա։ Բայց խնդրում եմ էլի որ էդիտներ սարքեք մոնտաժով տխուր երգ չէ տակը դնեն։ Ստե մի չտակը գտնան դաղացնել։ Անդ Կլայդերմանից դաշնամուր։ Այսի շատ լավն է, շատ լավներ դուրս եկավ։ Դե շարունակենք, մեզ միավոր չի գալիս, քանի որ սխալում ենք, գուշակեցինք։ Խաչ, Այո, Ռոբերտ ջան։ դու ես կարդում հիմա։ Մի անգամ ոստիկանությունը ինձ գիշեր է տարել, գիշերը տալել է բաժանմունք, որը իրանց համար թևավոր խոսքեր ասեմ։ Դու պատկերացնում ես, բայց միլպետին, Խաչ։ Բայց միլպետի համար։ Ինչ հանգամանքներում քեզ տվեցին ասֆալտին, փռեցին ասֆալտին ու տարան։ Ինչ հանգամանքներում։ Գիշեր էր էլի, գնում էի տուն։ Հերիք չի սկանը ձեզ, որոշեք։ Ինչ աշխատանք։ Մոնտաժ, վիդեոմոնտաժ։ Վիդեոմոնտաժերի ռեժիսորական կով ոնց որ հա ոլորտից վերադառնում էր տուն։ Այո։ Շատ բարի դեմքով, Հա։ ոչինչ։ Հոգնած գնում էի տուն իմ համար,
հոգնած գնում էր տուն եւ միանգամից ոստիկանները կանգնեցնում են Եվ բռնում են, ասում են դուք պետք է մեր հետ գաք, ինչ որ թուղթ ունեք ստորագրելու։ ինչ հայ post-ը նամակ է բերել։ Ու տենց դուք միանգամից համաձայնվում եք ու գնում եք իրենց հետ։ Ես ուզում եմ հասկանամ ինչ ա եղել էլի, որ ինձ բռնել են, ուզում եմ հասկանամ ինչն է խնդիրը էլի, ինչ թուղթ բան, մտովի փորձում եմ հիշեմ վերջի մի քանի օրվա մեջ ինչ եմ արել էլի, որ ինձ բռնում են, вообще ուզում են տանեն բաժանմունք։ Ու զգում եմ որ ցավում է արդեն, պիտի գնա։ Ու ինձ նստացրեցին իրենց մեքենան։ Օ, Այո։ Մեքենայի մեջ ես քաղաքացիական էր մեքենան, թե ոստիկանական։ Օ, դուզեց։ ու ավելին ասեմ ոստիկանից մեկը աղջիկ էր։ Որ մեկն էր աղջիկ։ Վարորդը չէ, Դու դու էլ որ մեկ է։ Երկրորդը։ Ասա երկրորդ երկրորդը։ Վարորդը չէ, երկրորդը։ Երկրորդը։ Ու հասակ ինչ եղավ հետո։ Նո, դա էլի մեքենայով նստեցին գնացինք, ճանապարհին էլի փորձում եմ հիշել իրադարձություններ, ինչ որ բաներ, որ արել եմ, մտածում կարող ինչ որ մի բան արել եմ, որ Բայց մի բան հիշեցիք։ դե սաղորը ոնց որ այդպես գլխից մեջ պտտվում է, էլի ինչ եմ արել, Ինչ որ մի բան հիշեցիք, ինչի համար կարան ձեզ տանեն։ Չէ, ճիշտն ասած։ Ու ձեզ տանում են ու ինչ են ասում։ Ու տանում են ներս, մտնում եմ, հասում եմ ինչ ա եղել էլի։ Հա։ Ինչ եք ինձ բերել ստե, շերվա երկուսն է, էլի ես հոգնած եմ պիտի գնամ տուն, բան ուզում եմ հասկանամ, խեք, ինձ ինչ թուղթ է էլի, բերեք, մի հատ հասկանամ ինչի համար եք բերել, բան, մտա ներս արդեն ուզում եմ ասեմ, բան, ինչ խեք բերել, բան, բարև խաչյան, բան, գալիս եմ, փաթաթվում եմ, բան, ասեմ։ Ճանաչում են։ Հնարավոր է, հնարավոր է։ Հնարավոր չէ։ Հնարավոր չէ, դի ճանաչում են նա։ Հետո Հնարավոր գիտես որն է։ Տիկ ջան դու ես։ Այդ է հնարավոր, խաչ ջանը դե ես ճանաչում այդ են։ ժամանակ չգիտեմ, ինչ Հասկացա։ ճանաչում են, թե չէ, դրա համար եմ ասում, հնարավոր է, էլի չգիտեմ ինչի համար են տարել։ Հետո գալիս եմ, փաթաթվում եմ, բան, արի բան, նստի բան, խոսում ենք բան, հետո նոր տենց ասում են, գիտես քեզ խենք բերել բան, ասում եմ, ինչու եք բերել էլի, ասենք, ո՞ն է պատճառը, ինձ ասին թղթի համար ինչ-որ բան պիտի ստորագրեմ բան, պետք եմ ձեզ բան, ասին չէ, ուղղակի մերել ենք այստեղ, որ դու մեր համար երկար մի քանի բան ասես, մենք ոնց որ նայում ենք, քեզ սիրում ենք, մի քանի բան ասես, նոր գնաս տուն։ Որը ասեցիք։ Ճիշտ ասած չեմ ասել, ես իրենց ասեցի, որ դա այդպես չի աշխատում։ Մտեք, դիտեք, լայքեք։ Հա, պետք է ուղղակի Եվ վարչական ռեսուրսները մի վատնեք, այս ժամին դուք կարող եք բռնել հանցագործներ, ոչ թե ինձ։ իրենց ասեցի ամեն մեկի համար այտենց որ ամեն մեկը կայնացնի դուս է հարցնի։ Իսկ կոպտեցիք բաժնի պետին։ Նենց որ տեղը դրեցիք նրան։ Չլինի, բայց ուղղակի ասեցի սենց բան չեն անում էլի, չի կարելի է մարդուն ուղղակի փողոցից Անհանգստացնել, բերել, ես անհանգստացնել, բերել եւ ասել սենց բաներ ասա։ Իսկ ինքը որպես իսկական հայ ոստիկան ասես կներեք։ Դե իրանք իրականում հա ասեցին, բայց դե ասա գնա բան, մենք սիրում ենք բան, ասի չէ, դե ամեն դեպքում Կներես էլ պարապեն արա։ Այդ զգաս պարապության աստիճան։ Այս մարդու դուրսը մոտենում են, անհանգստացնում են, տանում են բաշամունք, չեն մատ ասմունք էլի մեր համար, գործ բաց այդ է։ ոստիկաններից մեկն էլ իդեպ ասում է ես բանը, որ իմ ընկերու հետ վիճում եմ, քո վիդեոներն եմ ուղարկում, մենք բարիշում ենք։ Օ, լուրջ է Այն սա։ աղջիկ ոստիկանը։ Բայց որ վիդեոն ավարկում է, որ միջև շորերը հակից անելը։ Նրա համար շորերը նվիրեք, էդի այդ վիդեոները։ Էդի չգիտեմ ճիշտ ասած։ Միակ դեպքն է սա։ Որ թե Բազմաթիվ եղել են, բայց սա այդ ամենամեծ ոստիկանական քանի դեպք է եղել։ մի 3 դեպք եղել է։ Ու միշտ ասել եք, որ չէ, չեք Միշտ ասել եմ չէ, դա Որ այդպես չէ։ 3 դեպք ոստիկանությունը ընկած է հետը։ Ուրեմն ներքի Դրանով ոչ մի հանցագործություն չի բացահայտվում։ Ապա ներքի Կոկետ ավտոներ են տանում, որ մեր մեքենան բան արմի վարկեն ախպեր խաչ այսօր աֆորիզմի համար սա բանը բաժանմունքը հետևի։ ներքին գործերի սիրած գուսանն է։ Աֆորիզմ ասածը։ Ինչ եք կարծում։ Չէ, մի տեսակ, ցենց շատ, ցենց ծամած, ինչ որ երկար էր պատմում։ Չէ, բայց ինքը անկեղծ տղա է։ Բան չասի, միգուցե։ Դե Ինչ ունի մեզ խափելու էլի։ Ինչի պիտի խաչում ես Ընդհանրապես չի։ Այս խաղի կանոններն ա գար տենց պրոստը որ։ Չէ, բայց Չեմ նայես աղորդում։ Չգիտեմ։ Սոֆին կարծում է որ սուտ է։ Հա, ինձ թվում է որ սուտ է։ Սուտ է։ Ես մի քիչ ճշտին եմ հակված։ Սիմակը կարծում է որ Դու պիտի ճիշտ է այս պատմությունը։ Քովոյակցը։ Ինձ էջվեր։ Շուստր։ Ես քեզ հետ եմ համաձայն, Սոֆես, կարծում քո խորամանկ աչքը բռնեց այս սուտը։ գլազ ալմազ։ Գլաս խորամանկ ես կասեմ։ Մի ճիշտ է ալնելու։ Հա, ճիշտ է լինելու։ Ախր բոքսուր եք։
Ջերեթին Ախե բաքսյորը վախենում ես այսինքն։ Բաքսյորը որ ճիշտ է Միավորը չստանան գարիկի։ Չգիտեմ, ինձ թվում է սուտ է, սենց Բայց շոտ ինքը համար շախմատիստ է։ Կարող է հիմա ոնց որ կապ չունեցող բաներ անում իրար հետ, էլի։ Ես քեզ հետ եմ համաձայն, սիրելի Սոֆի, մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Հարգելի խաչ, Իսկ այս պատմությունը ճիշտ է։ ապրես։ Ապրես, շնորհակալություն Գարիկ ջան, խնդրում եմ մեկ միավոր մեզ։ Ապրես, մի հատ ես թեթև Մեկ միավոր հենց հիմա հանում եմ ոստիկանությունից։ Մեր մյուս գործընկերոջ հետ ծանոթացնեմ։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Իդեպ, Mobile Center-ից կարող եք ձեռք բերել նվերքարտ, նվերքարտի մեջ գումար ներբեռնել եւ տալ ձեր սիրելիին, մայրիկին, հայրիկին, քույրիկին, տատիկին, պապիկին եւ նրանք ընտրեն իրենց նվերը։ Ինչքան շատ գումար, այնքան ավելի լավ եւ որակյալ նվեր։ Բրավո։ Մի հատ շարունակենք, մի բան ասենք, շարունակենք։ Իրար հետ գնացինք, որ անցնենք մյուս պատմությանը Գարիկին։ Գնացինք, ես նստած եմ, դու պատական մոտենում ես ինձ։ Հա, խաչ։ Ասա մի հետաքրքիր թեվագույն աֆորիզմ։ Համոզված ես։ Այո։ Ասեմ։ Նույնիսկ ամենագեղեցիկ սիրամարգի պոչի տակ թաքնված է հասարակ հավի տուտուզ։ Այնպես որ մի երևակայեք ձեզ պարոնայք։ Գարված ես դու տղերքի դեր։ Գարիկ ջան, խնդրում եմ։ Խնդրում ես, ես չեմ կարող քեզ մերժել, Ռոբերտ։ Միրգ եւ բանջարեղեն ուտելուց առաջ մտքում ներողություն եմ խնդրում նրանցից։ Նոր ուտում։ Դե, միրգ եւ բանջարեղեն ուտելուց առաջ ներողություն է խնդրում, այսինքն խնձոր, հա, այսինքն։ Կծելուց ներողություն։ Խնդրում եմ մատ Դրանց առաջ։ Հա, մատ խնդրում եմ, խնձոր է քո ձեռքում եւ մատ ցույց տուր մեզ դա, ինչպես է դա լինում։ Ամեն անգամ այդ խոսքը սրտից է ու տարբեր ձևակերպումներ ունի։ Ես անգիր խոսքեր չունեմ, որտեղ համարում եմ, որ բանջարեղենները զգում են։ Որտեղ քանի որ կա ոնց են ասում։ Ասա ես կասեմ։ Դες ոնց որ իրանց մեջ յուրահատուկ կապ կա, ոնց որ ծառերը իրարից հեռու են, բայց իրար զգում են։ Ոնց որ մի ծառը, օրինակ, սկսում է ծանվել մի եղջերավորի կողմից, մյուս ծառը սկսում է միանգամից դառը նյութեր արտադրել, որ արդեն իրեն չծամեն։ Դրա համար ես խնձոր ուտելուց նույն տեքստը չեմ ասում ինչ որ նախքին խնձորին, որտեղ մտածում որ ես արդեն լսել եմ, չեմ ուզում կրկնվեմ։ Հենց որոշես արդեն նորմալ մարդ ես խոսամ, հա։ Նոր սկսես ինչ ես խոսում։ Ինչ ես պատմում։ Դե ոնց որ, հա։ Ինչ տեքստ ես ասում։ Փաստեր եմ ասում ես։ Խնդրում եմ, չէ, փաստեր պետք չի ասա, վերցրեցին խնձորը։ Վերցեցի նախ բարևում եմ։ Կներես խնձոր։ Հա, մատ խնդրում եմ ասա։ Եթե Շիզոֆրենիան երբանից է քեզ մոտ, մատ թեթև այդ տարօրինակությունը։ Լեզ երբ որ սկսեցի ուսումնասիրել բանջարեղենները, մրգերը։ Անշունչ է, բայց մի օր բանջարեղենը ի տարբերություն կենթանիների, կենթանական աշխարհի, անշունչ, Այ իրանք ես էլ ուղղակի։ այդպես կարծում։ Ես էլ այդպես Միչե՞։ կարծում, բայց տարբեր դոկումենտալ ֆիլմեր դիտելուց դրա մասին հասկացա, որ որոշակի էներգետիկա կա այդ ամեն ինչի մեջ։ Բնավ։ Եվ լրիր մի վարքյան, եւ էլ չընդհատես, եւ բանջարեղենի վերաբերմունքը եւ տրամադրվածությունը քո նկատմամբ կարող է ուղիղ ազդեցություն ունենալ այն առողջական որակների վրա, որ նա կարող է քեզ տալ։ Գարիկ ջան, տեքստը կասես, խնդրում եմ։ Ինչ տեքստով ես վերցրեցի։ Չէ, բայց օրինակ մի բան ասեմ, էլի։ Հա, Տենց բան կա, չէ, իրականում տենց բան կա, որովհետև
տենց փորձարկումներ են արել ու ջուրը երկու սենյակում դրել են, միտեղ եղել է դասական երաժշտություն, միտեղ պրոստի մեջ չեմ հիշում ինչ երաժշտություն ա եղել ու իրանց համերը վերջում պարզվել է որ տարբեր։ Բայց ջուրը, խնձորը չէ։ Որտեվ Թե ուղղակի օրինակ է վերում։ Չէ, ջուրը բա իհարկե ջուրը ինքը սուբստանց է, մի րոպե, Ինքը ջուրը ինֆորմացիա է։ իհարկե ինքը սուբստանց, պլազմատիկ կարելի ասել սուբստանց է, որ կարա լինի ինքը, բայց չէ, վարունգը, մի րոպե։ Համարում ես որ պլազմատիկ սուբստանցը կարա ունենա որոշակի ինտելեկտ եւ քո ստեղծած Քավլիցի մի վարքան ընկեր, ես դեբատ եմ դարձում։ Վարունգը կարող անես խնձորը, որ երևի մոտ մի 60%-ով բաղկացած է ջրից, որը նույնքու ասած պլազմատիկ սուբստանց է։ Գալիջան, երկարացնում եք վարունգին ինչպես ես կներես ասում, վարունգին խնդրում եմ։ Օրինակ ինչ բառերով ես Ինչ բառով ես վարունգը վերցրել ես։ Ասեմ միգուցե դու ինձ հիմա չհասկանաս։ Այդ ես քեզ պետք է ուտեմ։ Չէ։ Բայց ասում եմ քո այս պայն ավարտվող կյանքը իմ կյանքի շարունակության համար է։ Նոր աֆորիզմ։ Լուրջ եմ ասում, մի հատ կանյարի ես գան։ Այսինքն, ասեմ քո կյանքը չի ավարտվում, այն շարունակվելու է իմ մեջ։ Քո մեջ։ Հետո մի Այդ չենք խորանում, բայց հետո չենք խորանում, դե պետք չի ինքնից։ Էդի պետք չի մանա։ Նոր տեքստ, ուրիշ էլի տեքստ ես ասում։ Միրգ ասա ես ասեմ։ Ելակ։ Ելակ։ Երակ չեմ սիրում։ Ազնվամորի։ Ազնվամորի երկնես յուրատու բնավորություն շատ չեն սիրում խորանալ իրանք։ Ոնց ասում են աղբերական կարճ կապ է, էլի, պրոստը ասա կներես անցի առաջ։ Ասում կներես ու ասեմ առաջ։ Չէ, իրանք տենց լեզու թաթախել բան չունեն։ Յուրատու բան շեշտեցի, կոնկրետ տենց ազնվավորություն չունեն։ Ուրիշ բան ասեք, երկար կասեի։ Հասկացանք։ Okay։ Խաչ, Ես չեմ հավատում։ համոզված ես։ Այո։ Համոզված։ Ես հավատում եմ։ Ասեմ ինչի։ Գարիկին Որտեղ իմանա։ Գարիկը նենց սարկազմով ա պատմում, ոնց որ չուզենա որ ես հավատամ։ Հասկացա, դու հավատում ես, դու չես հավատում։ Ես էլ չեմ հավատում, որովհետև եթե Գարիկի մեջ կզգա էլի ինչ-որ տեն ցնդո բաներ։ Մենք եւ ես խաչս կարծում ենք որ սա սուտ է։ Եթե դու sense բան անում ես, ուրեմն դու Որպես իմ սիրած բանջարեղեններից մեկին քեզ Ռոբ ասում եմ որ իհարկե լսել ես քեզ տես բան ասեմ երբեք քեզ ուտելուց առաջ այս պատմությունը սուտ է այս պատմությունը քեյֆ է մել Գարիկ ջան, սա գուշակեցինք մենք ճիշտ հիմա կարող ես մեզ մեկ միավոր նվիրաբերել, տրամադրել, ընծայել Օ, ես ինչ բավասար խաղալ։ Քան խաղացինք նոր մեկ միավոր։ Մեկ միավոր, այո, սխալ գուշակելու դեպքում միավորներ չեն գնում, մենք հաճախ առաջին եւ երկրորդ եթերաշրջաններում բազմաթիվ անգամ սխալ էինք անում։ Եկեք լսենք Ռոբի պատմությունը, այն Ռոբի, ում պատմությունը քիչ հետո լսելով, մի պահ հիշեք, թե ինչ պատմություն էր ինքը անվանում ցնդաբանություն նոր։ Գնացինք։ Վիվան, մեր գործընկեր Վիվան։ Ահա։ Իմ անունով նոր ռոմինգ փաթեթ է ներդնելու։ Ես գովազդում նկարանվելու եմ եւ կոչվում է ռոուբինգ։ Ռոբինգ, միացրեք ձեր հեռախոսը Viva-ի հետ, ռոուբինգ փաթեթներ աշխարհի ցանկացած կետում։ Ինչ փաթեթ, հա։ Ապրս, ինչ Ինքը ռոմինգ ծառայություն է, ասում եմ, ինքը ռոմինգ ծառայություն է, դու կարող ես Ռոբինգ այո, դու կարող ես աշխարհի տարբեր տեղեր գնալ եւ միացնել եւ զանգել Ռոբին, Ռոբը ձեր տնեցքին փոխանցի, ինչա պետք է ասեմ։ Նայեք, ռոմինգ գծիկ ռոուբինգ։ Այդ հասկացա, ծառայությունն է, որտեղ գովազդը, երևի այո, Ռոբա։ գովազդը նկարանվելու է, ես տարբեր մեկնելու եմ եվրոպական մի երկու երկիր եմ մեկնելու եմ ԱՄՆ եւ այնտեղ հենց տեղային նկարահանումներ անենք, որ ես այստեղ եմ, ոչ թե մենք կանաչ ֆոնի վրա ենք նկարելու, հետո մոնտաժի, չէ, սա ծախս է տեսնվում, ենք տեսնում եվրոպական մի 3 քաղաք եւ Ամերիկայի միացյալ նահանգներ, ինքը գեղեցիկ ռոմինգ եւ ռոբինգը Viva-ի հետ։ Միացեք եւ չեք փոխվանե։ Okay, Գովազդային էլի։ Բայց ինչի են օրինակ քեզ առաջարկել։ Որտեվ ռոմինգ եւ ռոբինգ բառախաղերը, ասեմ Հայաստանում 2 հոգի Ռոբերտ անունով մարդ կա, այն մյուսը չի համաձայնվել։ Այն մյուս մարդը փող ունի։ Նա դա չի համաձայնվել, նա ու հարուստ է։ Հա, հասկացա։ Դրա համար ես ինձ հետ ենք անում սա։
Հետո աչքեր ասես, չէ, կապույտ լինել։ Կապույտը, նայեք, կապույտը կարմիրի վրա, քանի որ Viva-ի տարբերանշանի գույնը կարմիր է, կապույտը տենց էլ եսա մտածեցի։ գովազդներից մեկը նկարում ենք միջերկրական ծովում եւ կապույտ աչքեր, լազուր ծով, սենց իրար հետ միանգամից միախառնվում է, միանգամից արևայրուք, քսուկ, լողապ, ակնոցներ, աղջիկներ, վաու։ Հետաքրքիր գովազդ է շատ։ Լավ գովազդ չի Շատ էլի։ հետաքրքիր գովազդ է։ Դե ինչ է կարծում Vivan առաջարկել է Ռոբին փոխարինել roaming արդեն ոնց որ շուտվանից մեր մոտ ներդրած այդ փաթեթների մասին պատկերացումը իր անունով։ Դու հավատում ես, չէ՞։ Բա իհարկե։ Տես ոնց է, նայ, որ երկու հատ նկարվել արդեն, մի քիչ հավանական է որ Կա այդ է համահանում։ Հա, համահանում է այդ։ Այդ է որ երկու հատ նկարվել եմ։ Էդի չլերից ինչ էինք գրելու։ Ֆրանսիաց որ երկու հատ Չէ, նկարվել։ նկարանվել է թութակ է դա նկարանվել։ Կոդ թութակի։ Չէ, երկու թութակ են։ Ինքը Ծտերի հետ, ինքը թութակ է։ Ծտերի հետ ասում են կարվել։ Քո շուրջը, Viva քո շուրջը կհանդիպենք ամառային արձակուրդներից Ռոբինգը սպասում եք։ Սի գովազդային ինքը ոչն է, էլի գովազդային սպասում է։ Ես իդեպ խնդրել եմ որ անպայման այդ լողափի տեսարանը գեղեցիկ լողազգեստով աղջիկ ինձ այդ արևարյուկի Ուզում ես անել shopping։ Այո, ուզում ես անել shopping։ Միացիր Ռոբինգ։ Ռոբինգ, մենք շատ ուրախ ենք։ Որ ծիծաղներ է արհեստական վերջում լինում։ Լավն էր, shopping Ռոբինգը լավն էր։ Դա 4-րդի համար իդեա Այո, դրեցի։ չէ, դեռ մեկ գովազդի իդեա է, բայց կարող է երկուսը լինի, ինչու ոչ։ Robbing, միամիտ թմբլիկ։ Այո։ Եթե չեք նկարես, Չէ, բայց ես կբան քերեք ես մտքերը։ կազմվածքից վրա ավելի միջ ամառը դա ինքը ամառային նկարումներ է, ունեմ ժամանակ, դեռ կես տարի տա կնիհարեմ եւ կդառնամ ինքը ավելի տենց որ ինքը հյութը խմեմ, որ գա էլի, այսենց ակոսներով։ Ես չգիտեմ։ Գարիկ ջան, սա Մի անգամ չեմ հավատացել, պարզվել է որ Կարող դու ասես։ թութակների հետ նկարում։ Չես հավատում։ Ավելի շատ Viva-ից չես հավատում, հա։ Որ իրանք դիմի right չսպաց։ Բայց օրինակ Viva-ին ձեռք կտա, ես նաև Viva-ին գովելու ասեմ, Viva-ին ձեռք կտա, որ այս պատմությունը սուտ լինի, որովհետև որ չէ, որովհետև որ շրջեմ կարմիրա սուտը գրած է։ Մեկ այս պատմությունը սուտ է, բայց սուտը կարմիրով է, ասա ինձ է, ինչպես լիլի շրթներկը։ Ոչ որ աչքերը տրորես sense արուն լցվի, աչքերը կարմիրի։ Այո։ Համ կապուտը, համ կարմիրես, ինչա բռնել։ Թխի եմ մտածում սուտա, իր կերպարից էլ ինքը բավականին տենց բարի համեստ մարդ է, էլի ընդհանուր։ Երկրորդ անգամ իր հաջողության մոտ Ես միալկակի լեկտի եմ դարձել։ Սիմակ ջան, չէ։ Առաջինը է։ Ես համեստ չեմ, լուրջ եմ ասում, ես ընդհանրապես համեստ չեմ, նայեք ահեն։ Ես ուտա ապացույց որ ես համեստ չեմ։ Լավ է Համեստ ու փնթին իրար որտեղ են ասոցացում են։ Ես օգտում եմ Գարիկին։ Կարի ինչ համեստ։ Չէ, բայց նայ, մի հատ բան ճիշտ բան ասեց։ Մյուսը խաչի բաժակն է։ Այս նորմալ բան չեմ կարող մտածեմ սանից հետո ճիշտը որ ասեմ։ Կարծիքը Իսկ նույնիսկ եթե Vivan մտածել է որ քո հետ անի, էլ չի անել։ Ես պատմում եմ, եթե անգամ իր ոնց որ գաղափարի ընթացքում ճիշտ է եղել, արդեն սուտ է։ Դրա համար մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Իսկ այս պատմությունը իրականում դες ինչ էր արա, ես չեմ հավատում։ Իրականում սուտ է։ Այ, բայց կարևորը այստեղ այո նշмарվեց Viva-ի գույնը նշмарվեց սուտ պատմություն է։ Նայ լազուր օվկիանոսի ինչով արագ փոխարինեց քո կյանքում եւ պատմությունը։ Լեկտի պահվածքը լոխա, շատ արագ է կոտրվում։ Ընդամենը մի գովազ նկարվելու եւ չնկարվելու մեջ նա կյանքում ինչ որակական տարբերություն է տալիս։ Այդ մի քիչ, ահա, այդ։ Ես սովի ապին աղջիկների հետ կապուտ աշկերը, թող իմանայք ծովա չորացնում, կապուտ շորով էլի աշկերի հետ բռնող։ Ուրեմն հաղորդման գործընկերն է Royal Automotive Group ընկերությունը, ով ներկայացնում է շատ մեքենաների տեսականիներ, բայց այսօր ես կոնկրետ ներկայացնելու եմ Լիլի ջան, կարելի է այս մեղու մեքենան, այո, կարող եք անել, որ գա ինձ մոտ,
Արի, եկավ։ Տանկ մեքենան է ներկայացնում Royal Automotive Group-ը, սա արտա ճանապարհային մեքենա է, այս մեքենաներով կարող ես դու գնալ բազմաթիվ սարեր, ձորեր եւ այն տեսարժան վայրերը Հայաստանի, որոնք կուսական են եւ ոչ մեկ չի եղել, բայց այս մեքենայի միջոցով այդ կուսական ճանապարհները դու կարող ես քեզ համար հարթել եւ քեզնով անել, այո, կարող ես քեզնով անել այս մեքենայի շնորհիվ։ Ինքը ինչու է տանկ կոչվում, որովհետեւ ամուր է, պինդ է եւ դիմանում է ցանկացած պայմաններին։ Կարող ենք մի հատ Royal Automotive-ի տանկ մեքենայի համար թեթև մի հատ աֆորիզմ անենք միասին, մեքենաների հետ կապված։ Փորձենք, ես սկսում եմ։ Խաչ։ Ախպերս։ Մի հատ թեվավոր խոսք ասես Royal Automotive-ի տանկի համար։ Համոզված ես։ Խնդրում եմ։ Ես չէ։ Եթե ձեր ճանապարհը միշտ լի է դարու փոսերով, Գարունավանի ճանապարհի մասին խոսքը։ Տանկով։ Տանկերով, այո, շատ լավն է։ Սիմակ ջան, դուք եք կարծում։ Ընկերոջս հարսանիքի ժամանակ նրա պապիկը կյանքից հեռացավ։ Օ, ընկերոջ հարսանիքի ժամանակ պապիկը կյանքից հեռացավ, շարունակություն կա։ Ու ես պիտի ամեն ինչ անեի, որ ոչ ոք դա չհասկանար։ Իսկ կյանքից հեռացել էր հարսանյաց սրահում։ Հարսանյաց սրահում է հեռացա, այսինքն ինքը կարելի է մի հատ sense, որպես հեռացել է կյանքից հարսանյաց սրահում։ Որ որպես խամաչիկ, իդեպ խամաչիկների թատրոնը որպես Վալես խմում են քո կենացը։ Առողջ լինեք։ Պապիկի կողմից նվեր, Եգիպտոս։ Պապիկ ջան, կարամ աֆորիզմ ասեմ, իհարկե։ Համոզված ես, իհարկե։ Այդեպ այս թեմայով մի հատ աֆորիզմ ունեմ, արի աֆորիզմ մի հատ է։ Դու ինձ գնացինք։ Մահանալու վերաբերող աֆորիզմ։ Ռոբերտ, Հա ջան, մահանալու վերով աֆորիզմ։ վստահ ես։ Իհարկե։ Ինչու են կանայք ավելի երկար ապրում, քան տղամարդիկ։ Քանի որ կանայք միշտ ուշանում են։ Էսի էլի մահի վերաբերյալ էլի ոնց որ աֆորիզմ, բայց մի հատ հարսանյաց սրահում էր դեպքը տեղի ունեցել։ Հասցնում է։ Այ սեղանի շուրջ։ Ու ինչ վիճակում էր, ես ճիշտ էի բամը ինչ ցույց տալիս։ Սեղանի շուրջ։ Չէ։ Այսինքն ոնց էիք ուրեմն մահացավ պապիկը։ Բա ոնց Ոչ դուք թեթևեք տան, հա, մահացավ պապիկը։ մի րոպե, նախ ոնց մահացավ, էլի։ Ոնց մահացավ։ Ոնց մահացավ, ոնց դուք Պայն չեմ տեսաք։ եղել մոտը, բայց այդ պայն մոտը չեմ եղել, բայց ենթադրում եմ շատ խմելուց։ Ոնց եք լավ կոծկել։ Ոնց որ այդ ակտիվ ժամանակն է, որ բոլորը ապարում են, ուրախանում են։ Այդ ժամանակ տենց մեկը նկատում է, որ պապիկը արդեն չի շնչում։ Ինձ է ասում, դե ինչ պետք է անել, ինչ պետք է չանել, տենց ոնց որ որոշեցինք զանգենք, ինչ որ մեկը գա, նստացնենք մեքենան, այդտեղից տանենք մի քիչ այնքան, որ արդեն շտապօգնություն զանգենք, ասենք, սենց բան է եղել, որ դե հացանիքը չփչան։ Դե բնականաբար։ Բայց ոնց հանեցիք իրան այդ։ Պարելով, մի հատ սրա պարել անեք։ Ինքը այսպես է պարել։ Ո՞նց կարա դե գրկած այդ ամբողի մեջով պարողներ։ Իսկ ծանր էր։ Դու մեր կողմից չես տեսնում ես։ Ծանր էր։ Բավականին։ Այսինքն բա ծանր էր։ Բայց շատ ծանր պետք է լինի։ Քանի հոգով 3 հոգ։ Բայց պարասնում եք իսկ կականից։ Չէ, բայց ոնց տարակ, գրկած տարակ, թե։ Թևերը մտած պարասնելով։ Հա, պարաստելով իրոք։ Հա, ասած ձեռները շատ չլի։ Բայց ընթացքում մարդկանց բարևելով բարեկամներին բանա, որ անշնորհ չգնա պապիկը։ Գետ են իրան։ Ոչ մեկ ուշադրություն չէ դարձնում ոչ մեկ։ Այդ ժամանակ։ Ուզում կարող է պարաստելով գնում եք մարդիկ կան որ վայ բարև պապի ոնց ես ման դուք եք բարև դու ում թորներ ես սաղարել եք։ Շնավանում իրանները։ Հաճո ուրախ անում, էլի։ Այս տղուն ոստիկանությունը բռնելու է տանի ասի մի հատ էս կան որ ուզենք։ Տանի ոստիկացած մենք մահանաս խաչան։ Հա, հետո տարակ մի անգամից բնականաբար ոչ մեկ չնկատեց երևի թեժ պարեր եւ բոլորը գինով ցած էին։ Տարակ շտապօգնության մեքենայի տանգոյի ժամանակ չեք տարել։ Մեքենան նստացեցինք, մի քիչ այնքան գնացինք, զանգեցինք շտապօգնություն, ասացինք սենց դեպք է եղել։ հասկացա։ Ու մի անգամից տարակ երևի հաջորդ օրը փեսան իմացավ։
Вообще չէ, մի 3 օր հետո։ Որտե՞ չկալքի չի սիրե պապին։ Չէ, դե Ոչ թողել են մեկին որ չասենք, գնան։ իրանք ոնց որ գնացին, տենց Հա, մոտիկ երեքը- ազատներին իմացան, Մեհրամից գնացին այդտեղ։ Բայց Skype-ով Բայց մապին գնացել էր ճանապարհելու առավոտ։ Զվարթնոցում սա ծևից բռնած, պես չկասկած։ Այդքան պահել են, չէ։ Չէ, վիդեո ենք նկարել, տենց ակնոցներով դրած էր, տենց AI-ով խոսում էր պատմում, էլի տենց ինքը։ Լավ, հասկացանք, շատ լավ պատմություն էր։ Խաչ։ Բանալ ինձ։ Ճիշտ է։ Այն մի հատ ճիշտ, մի հատ սխալ պատասխան է, չէ՞ եղել։ Չէ, դա սա շատ սխալ է տես մտածել, այս բան չի, հավանականության տեսություն չի։ Մի հատ սխալ է, մի հատ ճիշտ։ Նա ինքը ոնց Չէ, համ չցա- կարա լինի այտենց բան։ Համ չի կարա լինի, ուղղակի մտածում։ Խնդրում եմ ինձ ասա տարբերակ։ Այո կամ ոչ։ Ոչ։ Ոչ, շնորհակալություն։ Ես հավատում եմ։ Քույրիկ Կարա լինի։ կարա լինի։ Դե ես անցածը համաձայնվեցի խաչ քեզ հետ չհամաձայնեցի, հիմա ուզում եմ փոխեմ իմ կարծիքը։ Սա հավանականություն տեսություն չի։ Հա, հավատում եք ու եթե հավատում եք բնականաբար կներեք շատ մեզ կներեք, Ահա, որ այս հաստատ կարգի ինչ որ ջրիկ բաներ ենք անում, ուղղակի հաղորդման ֆորմատն է այսպես։ Ես նույնիսկ եթե միավոր չվաստակենք սուտ լինի, գոնե ասեն շունչ կքաշեմ, որ դե հիմա թքած պարտվեցինք, բայց սուտ էր եւ կոնկրետ անձնավորված չէր սա։ Մենք կարծում ենք, որ ճիշտ է այս պատմությունը։ Որ կներեք։ Այրոք։ Որ լուշ կն։ Այդ ընկերը թող չնայեն, ես հաղորդում։ Հեն լուջ եմ ասում։ Սա կներեք։ Մեկ րոպե։ Ես իմ մի րոպե արիլի, կներեք։ Լուրջ կներեք, Դարիկ ջան, մեկ միավոր խնդրում եմ ես։ Էսի նայելու է մեր ընկերը, նորմալ է ամեն ինչ։ Բամը ջո։ Ինչ։ Տխրելը։ Տխրելը բայ մենք ոնց տխրեցին, որ ճիշտ էր այս պատմությունը։ Էսի քիչ դեպք գրեցա, որ տխրեցի, որ Բայց ճիշտ է, իրականում ջրիկացել տես էին։ պատմությունը շատ է լինում։ Մեր թիմի վերջին մասնակիցը Լիլի պատմությունը Լիլիներ, լսենք, իրենց զգուշ վերցրեք Լիլի, եւ- խնդրենք։ Մեկ շաբաթ խաբել եմ, որ ես իմ եղբայրն եմ։ Բոլորին խաբել եմ, որ ես իմ եղբայրն եմ։ Մեկ շաբաթ։ Որտեղ։ Բաքում։ Ու ոնց ես խափել։ Ես մազերս կտրել էի, որովհետև միշտ երկար մազեր եմ ունեցել, եւ մազերս կտրել էի, այսինքն մաման զորով կտրել էր։ ոջիլ կար։ Չէ, ուղղակի մոդա էր։ Հա, որտեվ այն ժամանակ ոջիլ։ Չէ, ոչիլի համար էլ են Որտեվ կտրել, ոչիլի համար շատ են կտրել ինձ։ Հա, չէ, մոդա էր այդ բանը եւ Ոչ իրամա Ռոբի ունքերը միշտ հրաշած էր գիտեք։ ճիշտ այդ ժամանակ ոչիլ կար։ Կարող Կարող է դրա ես համար։ միշտ հա ես հայտի ոջլոտ էի։ Այդ 90-ականների լուրջ ոջիլի գավաթը ինձ մոտ է։ Դե ժամանակ բոլորը տես չէ։ Ուղղակի բոլորը դուք Տեղ էին ուղարկում Պրագայից։ Հա, Պրագայից, արա չեխական ոչինը։ Որ մազերս Ռոբը երկար շատ է մնա։ փոխվել։ Մի խոսքով մազերս կտրել էի ու որոշեցի, որ ես տղա եմ։ Որոշեցի բակի երեխեքի վրա դա փորձարկեմ։ Ոնց, բայց ուղղակի կարճ մազերով Լիլին էլի ձեն ժպտերես գալիս է յուբեչկով բանով։ Գազա ես իմ ախպերն եմ։ Չէ, նախ Լիլի, չես Էդգարն։ Չէ, Էդգարի մասին չի խոսքը։ տղաշարերով Չէ, մի րոպե, հիմա ավելի մանրամասը կպատմեմ։ Նախ մեր բակի երեխեքի վրա չէր դա փորձարկվում։ Ես ունեի Այլմոլորական։ Չէ։ Ես ունեի շատ մտերիմ ընկերուհի, որ միշտ գնում էի իրանց բակ հյուր։ Այսինքն իմ բակը, իմ ընկերներն էին, իրանց բակում էլ էլի մեր ընդհանուր ընկերներն էին։ Եվ ես գնում էի հյուր ու այդ օրը որ գնացի կարճ մազերով ընկերուհիս ինձ տեսավ, ասաց՝ «Վայ, ոնց որ տղա լինես»։ Ու ես իրան ասացի՝ «Արի խաբենք, ասենք որ ես իմ Պրագայից այդ ոչիլի դեղուղարկող աղբերն եմ, որտեվ իրոք Պրագայում Իր աղբերն ես, ով եկել է իմ Պրագայից։ եղբայրն եմ, իմ եղբայրն եմ Պրագայից դերերով։ Քերուս տղան եմ, Նոր պատմեց, որը իբր եկել է Պրագայից։ Okay։ Կարողացա բացատրեմ։ Այո, Քանի որ ես դեղաբեր է։ տղայական շորեր եմ հագնում եւ այլն այդ տարիքում անցումային տարիքում շատ Թամբո էի։ սիրում էի, նմանակում էի եղբորս, տենց խափեցի իբր իմ քերուս ում տղան եմ։ խաբեցիր։ Այդ բակի երեխեքին, որոնց հետ ես էլի խաղում էի ու սկսել էի սենց ռեյերով էի խոսում, ես դե չգիտեի, Պրագայի ակցենտը որն է։ Պրագայի տղեկը տենց է։ Հա, սենց իբր հայերեն լավ չեմ խոսում, սենց ջորապուշ բաներ Բարսկահայ եմ են Պրագայի տղեկը։ Ես ասեմ, Պրագայի բարսկա է։ Պրագայի պարսկահայ, բայց ինքն էլ տարօրինակ խոսում է աղբերս։ Բայց ես իրան չէի տեսել։
Հա դու ունես բայց ախպեր։ Բայց ունեմ, ունեմ ախպեր։ Բայց այդ բակի երեխաները գիտեին այդ քո եղբորը դրա համար Չէ, ես ասել եմ, որ ես Լիլին չեմ։ Ես ուղղակի իմ եղբայրն եմ, Հետո որ եղավ եկել է տղերքի Պրագայից։ ինչ որ դեպք, ինչ որ բան, որ մենակ ոնց որ տղեն տղուն կպատմեր ու քեզ պատմեցին, բան ինչ որ բան իմացար։ Չէ, ավելի շատ աղջիկներն էին խափում, կպցնում էի աղջիկներին։ Լուրջ ես ասում։ Ու իդեպ, Ես քան տարեկանում։ Երևի մի 12-13։ Զիրարվում էին։ Այդ մեր 3 մոտ ընկերուհիներից մեկը սիրահարվեց ինձ։ Այդ մի շաբաթը տենց իրան Քո խափում մոտ էին։ ընկերուներից մեկը։ Հա, այդ 3 Չհասկացա, որ դու Չէ, չհասկացա, որ այդ ես եմ։ Բա հետո որ իմացավ, ինչ Մոտ եղավ։ ընկերուհիներից մեկը։ որ իմացավ ինչ եղավ։ Հետո նեղացել էր, բայց ոչ ինձնից, նեղացել էր նաև այն ընկերուհուց, Ովքեր չերես, ով չերես։ Որը պաս էր տվել։ Սամտալի արտիստը նայեք, որակյալ արտիստը նա է։ Բայց այդ տարիքում երեխեք Նա է որակյալ արտիստը, որ կարողացել է կներեք, կարողացել է միայն մազերի կտրվածքի շնորհիվ համոզել։ Մերօրյա Սարա Բեռնարն է։ Խնդրում եմ, մատ բարձրացնեմ, այն ռոկի նման։ Ինչ ես կարծում ես պատմությունը ճիշտ է։ Ինձ թվում է չէ։ Սուտ է։ Ես այո։ Այս պատմությունը ճիշտ է։ Այո, այս պատմությունը ճիշտ է։ Յոան հավան տալի ոնց որ բաներ կա շատ շատ մեջը։ իրական Մենակ բան Ռոբի ոչիններ ճիշտ է Նույնիսկ պատմությունը։ մարդկանց դու ճանաչում ես այդ մարդկանց ու մասին պատմում ես։ Լուրջ ես էլ։ Լուրջ հետո կասեք, էլի այս տուսովկա է մերը։ Երկու հավասար է հաշիվ ընկերներ, լրիվ արդար, լրիվ հավասար հիմունքներով մենք անցնում ենք հաջորդ փուլ, որտեղ հյուր կգա կասկածելի հյուրը։ Գնացինք։ Մեր գործընկերն է The Energy ընկերությունը, որը Tod բրենդի նորաձև վարդակներ եւ անջատիչների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ոչ որակ եւ հուսալույություն յուրաքանչյուր մանրուքում։ Համոզվելու գնել եւ վայելելու համար կարող եք այցելել Վարդանանց 28 նրանք ունեն նաեւ կայք dnrg.am։ Այստեղ գրված է մանրուք, բայց կարծում եմ որ այս մանրուքը եթե տանը լավ որակի չի լինում, դա դառնում է մեծ խնդիր։ Շատ իհարկե, շատ գեղեցիկ վարդակներ, անջատիչներ կարող եք ձեռք բերել մեր գործընկերոջ խանութից, D-Energy Group-ից, Վարդանանց 28, չէ՞, Վարդանանց 28 ասես, 20%-անոց զեղչի քարտեր եմ տրամադրում ձեզ, վերանորոգեք եւ ձեր տանը ունեցեք ֆուտուրիստիկ անջատիչներ եւ վարդակներ, ասեք։ Այո, շնորհակալ եմ շատ։ Ես սիրով նվիրում եմ այս քարտերը իմ կողմից ձեզ։ Վերջին փուլը, որտեղ կասկածելի հյուրը մեզ մոտ գալու է, հյուրը գալու է Ռոբի թիմի մոտ, մենք պետք է գուշակենք, թե ում մոտ է կոնկրետ եկել կասկածելի հյուրը, կամ կարող է լինի տարբերակ, որ կասկածելի հյուրը ոչ ոքի մոտ էլ չի եկել։ Տենց էլ է լինում։ Այո, եթե կռահում ենք 3 միավորը գալիս է մեզ, եթե հանկարծ սխալ ենք գուշակում, այդ 3 միավորը ցավոք գնում է Ռոբին եւ իր թիմին։ Հիշեք, որ ամենասկզբից մենք ասել ենք, որ խաղը ավարտվելու է 5-2 օգուտ մեզ, եւ մենք մեր խոսքի տերը պիտ ըլանք։ Սիրով եկեք այստեղ հրավիրենք երեկոյի կասկածելի հյուրին։ Բարձր ծափարություններով հրավիրում ենք կասկածելի հյուրին։ Բարև ձեզ, սիրելի կասկածելի հյուր։ Խաչյան դուք եք։ Սիրուն մազերով։ Էլեննա, ես ու Էլենը մի անգամ սալերում ոչխար ենք բռնել։ Օրդուն իրանի ձեզ։ Սարերում ոչխար եք բռնել։ Okay։ Ռոբ։ Էլեննա։ Հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի միակ երկրպագունա։ Ես նրան օգնում եմ կրեատիվ գոչուկներ մտածել ստադիոններում երկրպագելու համար։ Ընտիր։ Էլեննա։ Էլենը իմ խամաճիկների վարսավիրն է։ Խամաճիկների տիկնիկների որ ունեն։ Խամաճիկների թատրոնի իրանց վարսավիրն է։ Չէ, տիկնիկների չէ։ Թատրոնի ընդհանրապես, նաև տիկնիկների։ Համ տիկնիկների, համ մարդկանց։ Այո։
Եթե տիկնիկների մազերը գզգզվում է, կարա անի, բայց Շատ է երկարում։ չէ, այնտեղ Դե միանգամից Լիլին կարանք հարցեր։ թելերի մեջ խճճվում է եւ այլն, կարա էլի օրինակ, չգիտեմ ինչա բաց։ Վերսնից էս քանդի Վարշավի գործը, Դե որ ամեն լինես դեպքում մեկը պետք է որ Դե ուղի է։ Սենց ասեմ, թատրոնում բոլորը ամեն ինչ անում են, կապ չունի, դա իրանց գործն է, թե չէ։ Բա ոնց, եթե Բանվորի ամեն ինչ բոլորը գործից- անում են, ինչի ունեք Վարշավի Չէ, դե տիկնիկները։ Պինոկիոյի մազերը տեսել ես դու ինչ վիճակում է։ Կանտով կեն։ Հեսա ասեմ, քանի որ փոքր թատրոն է, օրինակ Վարշավիրը կարա նաև բանվորություն անի, նաև գրիմ անի, նաև տիկնիկի, եթե թելը։ Էլենը էլ ինչ անում։ Էլենը նաև քանի որ ինքը տիկնիկային թատրոն է, մենք գրիմյոր չունենք։ Բայց երբեմն, քանի որ մեծ տենց գլխարկներ եւ այլն պետք է լինում մազերով ստանալ, օրինակ մազերի մեջ ինչ-որ բան դնել եւ մազերով ստանալ, Վարշավիր պետք է գալիս։ Իրան այդ օրերին կանչում ենք, բայց նաեւ եթե օրինակ տիկնիկի հետ էլ կարա տենց բան, օրինակ սենց ինչ-որ բան են դնում ու մազերը սարքում են, այդ դեպքում կանչում են։ Մոխրոտիկի մազերը եկա, Բայց այդ խամաճիկի թատրոնն է։ խամաճիկի մոխրոտիկը դուրս չեկավ, ես մատ աշխատեք այդ ուղղությամբ, ինչ որ բրփեշ մազերով եկել ես։ Խամաճիկու մոխրոտիկ չկա։ Ինքը գալիս է, դու չգիտես։ Լիլին հարցեր։ Չէ։ Եկեք Ռոբի պատմությունը լսենք։ Այո։ Նոր ստեղծված ֆուտբոլային ակումբի միակ Նոր ստեղծված չէ։ ինքը չի ասել։ Ֆուտբոլային նոր Ես ստեղծված չեմ հորեցի ասել։ սաղ, ինչ էր պատմում։ Նոր ստեղծված չէ, ֆուտբոլային ակումբի, միակ ֆուտբոլային հայկական բաժին։ ֆուտբոլային ակումբի երկրպագունը, միակ երկրպագունը ես նրա համար գոչուկներ նկատի ունեմ երկրպագուական գոչուկներ եմ։ Չէ, բայց դու որտեղից ես իրան գտել, որ Զարայի աղջիկն է մեր։ ու ինքը քեզ Զարա եկել ասել Արամյանի է, աղջիկն է։ ում։ Զարայի Արամյան։ Նման է։ Նման է, չէ։ Զարն է, կոպե Զարան անդե դրած։ Ուզում հասկանամ ոնց խնդրելա, ես դու ուզում այդ ա- ինֆորմացիան Դե Զարայից որտեղից մոտիկ եմ քեզ։ շատ, ես տենց խոսացի, Զարան ես էլ քեզ ասել է, որ իմ Ես էլ աղջիկը- ֆուտբոլասեր, այո, որպես ֆուտբոլասեր խորացինք բան, այս աղջիկս Ռոբջան ընկելա ֆուտբոլը հայկակա բանը, բանսի որ ֆուտբոլը ինքը վաննա, ասես դու որպես կրեատիվ մարդ օգնող, ուզում են իրանք աղջիկներով իրանք ինչ որ Որպես գոչլո, էլի, մի բան ասա։ Գոչուկներ մտածեն բան են։ Ինչ գոչուկներ ես հետ մտածել։ Գոչուկներ ասեք տնայք, օրինակ վերջերս Վանը պետքա խաղար, ինքը ընկերական խաղեր, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի թիմի հետ պետքա խաղային իրանք, գոչուկ եք մտածել, դու Վանը ոնց է սենց էր իր աշտական մասը սենց էր։ Մարզադաշտում է Վանը, պարտվում է Ավանը, մարզադաշտում է Վանը, պարտվում է Ավանը։ Իսկ պարտվում էր Ավանը։ Չէ, պրոստը գոչուկ։ 5-0 Ավանը հաղթում է, բայց մարզադաշտում է Ավանը, պարտվում է Ավանը։ Ապա ընկերական խաղեր էտի։ Իսկ Բայց հիմնական ընկերական ժամանակ չեն պարտվում։ Ամենս ընդհանրապես ընկերական գոչուկ չէ, իսկ վիրավորական գոչուկ։ Վիրավորական չի, չէ, մի րոպե։ Գոչուկները հիմնականում միտված են, այո, մրցակից թիմին ճնշելու համար, չվիրավորելու, բայց ճնշելու համար, որպեսզի դու քո աղմուկով, քո այդ Բայց մի հոգով ինչ աղմուկ։ Բա մի հոգուց է սկսում։ Մի րոպե, Օրինակ Ավանի մոտ ոչ ոք չի եկել, որ Էլենի ձանել ես մենակ ինք տա։ Չէ, մի հոգուց սկսում է, ինքը մի հոգուց է սկսում ու ես հավատում եմ, որ նրանք ավելի հաջողության կհասնեն եւ նրանց այդ շարժումը, այդ չիր լիդերշաների շարժումը կճեղքի եւ հայաստանյան ֆուտբոլային եւ սպորտային աշխարհում կլինի առաջինը, որովհետեւ մեր մոտ չկա այդ բշակույթը։ Եկեք Խաչին հիմա հասկանանք, Խաչը եւ Էլենը սարերում ինչ եք անում։ Միասին ոչխար էինք որսում։ Ոչխարեք որսում։ Բռնում էլի։ Որսումը զենքերով։ Չէ, բռնում, զերով բռնում էլի։ Սիրոնից Ձերքով բռնում։ Հա, բգեշական պատմեք։ Ոնց իրար հետ հայտնվեցիք սարի վրա։ Մենք 9 հոգով էինք գնում միասին։ Այն 7-ին ոչխարները կերան։ Այս երկուսով։ Մրցույթերին բռնիր ոչխարին կես ժամում եւ կստանաս ու թմբեր էինք բաժանվել, փափախ։ ով ավելի շատ ոչխար կբռնի էլի։ Բայց որտեղից։ Սարերում ոչխարներ կան։ Լավ դե հայտնի խաղ է։ Աբարան էինք գնացել, ամենաբարձր սարերը էլի։ Ամենաբարձր սարերում ինչ վայրի ոչխարներ են ապրում։ Ապարանի։ Շատ կան, հա, մի 300-400 հատ ոչխար կար էլի։ Ոստ է։ Ինչ որ մեկի ոչխարներն եք փոխել։ Հավանաբար ինչ որ մի հովիվ տարել էր սարերը արածացնելու։ Հա, մեր կազմակերպիչը տարել էր։ Եղի պատրուշի կողմերն էր դա։ Այո, այո։ Ինչ էր արել։ Կազմակերպիչը տարել էր։ Որպեսզի մենք այնտեղ դե ինքը խաղի հիմք ուներ էլի։ Կազմակերպիչ կարես խաղի։ Խաղի հիմք ուներ, Խաշնարած գուրգեն։ խաղի հիմք ուներ, որ պետքա խաղանեցել, որ պետքա ոչխար բռնեինք։ Հա, ու ինչ անել։ Ներեք, բայց դուք ես կայֆերի մեջ եք։
Ոչխար բռնեի, այն օրերը որ դու քաղում ասում չես, սարի վրա ոչխար ես բռնում։ Բայց իրոք հայտի բայց բան կա, ինքը տենց Ռևազ պարատոն կա, ինքը ոչխար բռնելու Ռևազ պարատոնը, Ռևազ 2020-ի։ Ռևազ ռևանշ գրում եք։ Քանի ոչխարեր դու բռնել։ Ես բռնել եմ 9, ինքը բռնել է 7, Բայց շատ Ասես գրկացած ես մի 7 ոչխար ձեռքդ երկու ոտքից բռնած։ Որ բռնում եք ինչ եք անում ոչխարին։ երկու ոչխար աչոկները էլի, ինքը միավորները նվիրել է իրան։ Որ բռնում ես ոչխարին, ինչ ես անում։ բռնում ես իրենց վրա արդեն կա ոնց որ այտենց տառեր կապած, այդ տառերը պետքա դու վերցնես ոչխարի վրից։ Հա։ Ու բար կազմես։ Ու բար կազմես։ Ես բարը ինչ բար ես կազմում։ Այս ինչով ենք զբաղված։ Որ ոչխարի վրա տառը ոնց է դրած ինքնին։ Վզին կապած է թելով։ Բայց ինչ նյութից, այս PVX-ը այսպես բանից է, թե։ Սովորական թուղթ է։ Թուղթ է, լավ։ Սովորական թուղթ է։ Որեն տառ։ Բայց ինչ բար պետք է, անկեղծ ինձ էլ արդեն ինչ բար պետք է Այդ հավաքել։ խաղը որ խաղում ենք, այդ խաղի անունով։ Հասկացա։ Ինչ էր խաղանում։ Ռևազ։ Ինչ էր Դե խաղանում։ որ ասեմ տենց գովազդ կլինի, դրա համար ոնց չեմ ուզում ասեմ, էլի։ Samsung էր խաղը։ Mobile Center։ Viva էր անունը, Viva։ Viva։ Viva, հակառակ Viva ասած։ Viva էր։ Ինչ էլ նմարով, վիվա։ Այսինքն մի Viva, 30 հատ ոչխար էր, մի հատ 30 վրկար, չէ, շատ էր, 300-400 մի հատ էլ ահա 3 տար պետք է հավաքեք։ Viva, Viva քո բուրթը էլի։ Ու դու հաղթում ես ամեն անգամ, դու ուժեղ ես ոչխար։ Չէ, դե ես այլ մասնակիցներ կան, նշ մենակ ես ու ինքն ենք խաղում էլի, 9 հոգով էինք։ Հա։ Բայց ես հավաքել եմ 9 միավոր, մի հոգի կար հավաքել է 10 միավոր։ Ով է։ Արշտեղն է։ Ինչի ինքը չի եկե։ Ինքը ոնց որ տենց Ինքը հիմա Ավստրալիայի մրցումների կա։ մրցանակ ոնց որ շայլա գնացել Ինքը է։ Նոր Զելանդիայի մրցումների է, հիմա ավստրալական են լավ։ Իսկ կար ինչ որ շահում այդ խաղի համար, թե ուղղակի խաղում Չէ, եք, շահում որ- կան ինքը ոնց որ բան է, ուղևորությունը դեպի Շրի Լանկա։ Դեպի Շրի Լանկա։ Լավելի։ Դալակես դե միակ շամպան է, շամպուն պետք է խաղարկեին էլի, որտեղ այդքան ոչխարների Բարց բրթով Արա մոքու։ ուղևորություն լուրջ ով հաղթող եղավ։ Հաղթող եղավ, հաղթողը գնում է Շրի Լանկա։ Գրելը չգնաց։ Կներես չի էլ գնալ։ Երդով ես կապել են ձեզ։ Իսկ դրա չի էլ գնալու Շրի Լանկա։ Ես աշկերը կապելու են, տանեն միացի շոր տեղ, չգիտեմ, Ալավերդի ու Տանեն բաց թողեն, Ասեն էսա Շրի Լանկան։ Կանեն միտե բաց թողեն։ Ոնց է գրանցվել։ Դե Օնլայն, հա։ Չէ, մենք ընդհանուր մի հատ ծանոթ ունեինք, ես ու Էլենը, մեր ընկերն է, էլի։ Հա։ Ոնց որ Կայք կա, կայք ունի ինքը ոչխար կետ բե։ Չէ, ոնց որ երկուսից էլ մեր ընկերն է կանչել, էլի այդ խաղին, ասեց եկեք գնանք ու տենց գնացինք։ Շատ լավ պատմություն է այս։ Նույնիսկ սպորտի տեսանկյունից էլ ագին հետաքրքիր է, էլի։ Ինքը հոտավետ սպորտ է, էլի։ Ինքը հոտը հենց նաև որպես ոչխարների հոտ եւ որպես բույր։ Որպես ոչխարների հոտ եւ քովրայից եկող հոտ, էլի հետո։ Ինքը հոտավետ սպորտ է։ Ինչ է կարծում, ում մոտ է եկել Զարա Արամյանին նման աղջիկ։ Ինձ թվում է լիլի։ Ես էլ իրավ ճիշտ ասած մի քիչ խաչին հավատում եմ։ Մի բան ասակորող։ Էլ ինչ ասեմ։ Մի բան ասացա, Երկուսով հա, ասել եք Լիլի, ես էլ չեմ կարող ուրիշ բան ասեմ։ Հա, բայց ամեն դեպքում ես կարծում եմ խաչի մոտ է եկել, բայց իմ երկու հյուրերն էլ ասում են, որ Լիլիի մոտ է եկել։ Չեն 400 ոչխար մի քիչ Մեր անհավաս։ պատասխանն է, որ հյուրը եկել է Լիլիի մոտ։ Խնդրում ներկայանալ կասկածելի հյուրը ում մոտ է եկել։ Բարև ձեզ, ես Էլենն եմ եւ դուք ճիշտ եք, ես Խաչիկի մոտ եմ եկել։ Ինչ եք անում։ Լուրջ եմ ասում, ինչ եք անում, ուրախանում է։ Ոչխարներ ճորս, այո։ Այքան անհավանական էր այդ պատմությունը։ Արա լուրջ եմ ասում, սա ինչ է։ Եկեք բարձր ծափարենք Էլենին եւ ուղեկցենք դեպի գետնաբեմ, շնորհակալություն Էլեն ջան։ Գարիկը ճիշտ է։ Ճիշտ է։ Ավարտվեց հաշիվը խաղը 5-2։ Խնդրեն Գարիկին, Գարիկ ջան, խնդրում եմ մեզ Բայց պատմությունը նենց էր ոնց գրած էր, ոչ մեկ չես հորինել։
Անկեղծ ես ասում, չէ՞, դա չէ, հաղորդման ֆորմատում։ Չէ, շատ ազնիվ էր պատմում։ Արդեն շատ ազնիվ էր պատում։ Էս է որ մենք գիտեինք, որ իրա մոտ է եկել, դրա համար էինք այդքան ծիծաղ։ Արդե ո՞նց արա։ Ուզում եմ գրանցվեմ, գնամ խաղամ։ Որը ես ինձ մի քիչ ոչխար եմ զգում անկեր, բայց ինչ չբռնես։ Շնորհակալություն Խաչ, շնորհակալություն Լիլի, ես կարող եմ այսպես բռնել եւ ասել ձեզ եւս մեկ անգամ ապրեք, մենք թիմ եւ տանդեմ ենք։ Դե ախորից բացա։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հանդիսատեսին, հեռուստադիտողին, մեր հյուրերին եւ բոլոր այն ոչխարներին, ովքեր դուժել են, ովքեր բռնված են այս բանին։ Խաչի թեթև ձեռքով տանջանքների միջով են անցել, կասկածելի երեկոներ եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։